այսօր խորհրդարանում գլխավոր դատախազի նշանակման քվեարկություններ։ Արթուր Դավթյանի թեկնածության օգտին 103 падգամավորից, որոնք մասնակցել էին քվեարկությանը, կողմ է քվեարկել 97 падգամավոր, 3-ը դեմ, 3 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։ Թեև ԲՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ քվեարկությանը չեն մասնակցելու, բայց մեծամասամբ այսօր խմբակցության падգամավորները քվեարկությանը մասնակցել են։ ՀԱԿ-ը ևս հայտարարել էր, որ քվեարկությանը չի մասնակցելու, ինչպես եւ սպասվում էր։ Հանրապետականները եւ Դաշնակցությունը քվեարկությանը մասնակցել են ամբողջ կազմով։ Ժառանգությունից Զարուհի Փոստանջյանը չի մասնակցել քվեարկությանը, ինչպես եւ հայտարարել էր։ Հիշեցնեմ ձեզ, որ Արթուր Դավթյանը падգամավորների հետ քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ իր առաջնահերթություններից է լինելու կոռուպցիայի դեմ պայքարը, դատախազության աշխատանքի թափանցիկությունը, ինչպես նաեւ երիտասարդ կադրերի համալրումը։ Ես նաեւ ձեզ հիշեցնեմ, որ Արթուր Դավթյանը հանրությանը առավել շատ հայտնի է Հարսնաքարի աղմկահարույց գործով։ Նա 6 մեղադրյալների համար առաջարկել էր 12-ական տարի ազատազրկում, ինչպես նաեւ 100,000 դրամ տուգանք։ Պատասխանող կողմը գոհ չի եղել եւ նշել է, որ դատախազը թափանցիկություն չի ապահովել եւ ինչպես նաեւ խորություն գործի մասով։ Հետաքրքրաշարժ է այն, որ աղմկահարույց գործից հետո Արթուր Դավթյանը նշանակվել է Շենգավիթի դատախազ, պաշտոնավորել է 1 տարի, որից հետո նշանակվել է Երևանի դատախազ, որից հետո նշանակվել էր արդեն գլխավոր դատախազի տեղակալ, այնուհետև արդեն իսկ գլխավոր դատախազ։ Կոնկրետ Հարսնաքարի գործով ակտիվ էր եղել նաև Բարև Երևան խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը։ Մենք այժմ կզրուցենք նրա հետ եւ կպարզենք, թե ինչ տեսակետ ունի գլխավոր դատախազի նոր նշանակումից։ Ինչ տեսակետ ունեք նրա վերաբերյալ եւ Հարսնաքարի գործով, նշում է, որ օբյեկտիվ է ամբողջ քննությունը ընթացել եւ կարողացել են օբյեկտիվ արդյունքների հասնել։ Նախ այն ժամանակ ես Բարև Երևան խմբակցությունը գոյություն չուներ եւ այն ժամանակ պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորների նախաձեռնություններ մերը եւ ինչպես դուք նշեցիք, փաստաբանը ամբողջությամբ հայտնել է մեր տեսակետը, որ թափանցիկ չի անցել քննությունը, խնդիրներ շատ են եղել եւ մենք ինքներս չգիտենք այն ժամանակվանից հարցերը մնացել, արդյոք պետքան էին մասնակիցները սպանության, թե շատ էին, ինչպես նշել էին միջադեպի մասնակիցները, վահեի ընկերները եւ ավելի շատ հակված ենք, որ շատ են եղել, այսքանին են ներկայացրել։ Սակայն դա թողում ենք մի կողմ եւ բնականաբար մենք մեր վերաբերմունքը մեր գնահատականը ժամանակին տվել ենք եւ դատախազության վերաբերյալ եւ դատարանի վերաբերյալ, այնուամենայնիվ ցանկացած նշանակում Հայաստանի Հանրության ներկա իշխանության կողմից ցանկացած նշանակում, դա նշանակում է իրեն շահերը պաշտպանելու օգտին։ Այսինքն որևիցե ակնկալեր, որ նոր դատախազը փոփոխություններով է հանդես գալու, ակնկալել, որ նոր դատախազը կոռուպցիայի դեմ լուրջ պայքար է տանելու, ակնկալել, որ արդարադատության կողմնակից է լինելու, դա միամտություն է։ Ասեմ ինչի, որովհետև նախ են, որ այս համակարգի մասն է եղել եւ այս արատավոր համակարգի կրողն է եղել տարիներ շարունակ, դա իր հերթին նաև ցույց է տալիս երեկվա իր խոսքով, որ ասում Հայաստանում չկան քաղաքական բանտարկյալներ։ Կներեք, այս մարդիկ ովքեր են բանտում լցված, ասենք մեր գործը մենք այս պահին դրսում ենք, բայց էլի մեր վրա անհիմն ու ծիծաղալու քրեական հոդվածը դրած, որ մենք զանգվածային անկարգություն ենք հրավիրել, կամ Անդրեաս Ղուկասյանը, կամ Դավիթ Հովհաննիսյանը, կամ Հովսեփ Ղազարյան, կամ մյուսները ինչ են արել, որ իրանք հայտնվել են բանտում։ Երեք Վահագը Խոմաշյան դուրս եկավ։ Վահագը ընդհանրապես չէր եղել Սարի թաղում եւ շուրջ 45 օր Վահագը անազատության մեջ մնաց։ Ու այս մարդը ասում է, որ նման բան գոյություն չունի։ Գիտեք, ուղղակի ծիծաղելու է, շատ ծիծաղալու է իր այդ դիրքորոշումը։ Բնականաբար ուրիշ բան չէր կարող ասել, ինքը ռեժիմի կողմից նշանակումը պետքա սպասարկի ռեժիմին։ Օգոստոսի 4-ին, երբ Կոստանյանը հրաժարական տվեց, պատճառաբանվեց, որ առողջական խնդիրներ ունի, բուժման նպատակով է եւ որից հետո տեսնում ենք այս նշանակումը եւ տեսեք նաեւ Կոստանյանի հրաժարականը կապում են նաեւ Սասնա ծռերի գործի հետ, ոմանք նաեւ ասում են ուղղակի Սերժ Սարգսյանին էր բարկացրել, դուք ինչ կասեք այս մասով եւ նաեւ Սասնա ծռերի գործով հետաքրքիր է, որ Արթուր Դավթյանը արդեն իսկ մեկնաբանություններ արել է,
ասել է, որ առանձին լայնածավալ քննվում են 3 ոստիկանների սպանության դրվագները եւ դրա մասին հանրությանը տեղյակ կպահվի եւ առանձին արդեն իսկ մեղադրանքներ կառաջադրվեն։ Թե ինչի համար են ազատել կրանային շահը կասի, ես չեմ կարող ասել, թե ինչի համար են Արտուրին ազատել, կներեք Գևորգ Կոստյանին ազատել ու միանգամից ուղարկեցին դեսպան, չէ՞, եթե չեմ սխալվում նշանակվել է արդեն դեսպան կամ նման խոսակցություններ կա, բայց այնուամենայնիվ առողջական պատճառները մեջ բերել է, կարծում եմ, որ այդ նույնն է, որ երեխան դասի չի գնում կամ տնային չի անում, ասում է, որ հիվանդ եմ եղել կամ էս ինչ է մահացել կամ գիտեք, սա անլուրջ է, բայց մեծ հաշվով ոչ մի տարբերություն կլինի Գևորգ Կոստյանը, թե Արտուր ինչյան Դավթյան, թե Արտուր Դավթյանը, մեծ հաշվով տարբերություն չկա։ Նաև Սասնա-Ծռերի գործով ասված սպասարկում են, քանի դեռ այս ռեժիմի գործում է, քանի դեռ այս ռեժիմը կարողանում է այսպես մանրևումներ անել, նրանք բոլորը գործելու են հանուն ռեժիմի։ Երբ որ կլինի ժողովրդի իշխանություն, այդ ժամանակ դատախազը կաշխատի ոչ թե ռեժիմի համար, ոչ թե տվյալ պահի իշխանության համար, այլ կոնկրետ ժողովրդի շահն է սպասարկում։ Այսինքն Սասնա-Ծռերի գործով եւս կարծում եք, որ օբյեկտիվություն չի դրսևորվելու, հա։ Օբյեկտիվություն, որից օբյեկտիվություն չեմ սպասում։ Մարդը արդեն ի սկզբանե ասել է, որ քաղաքական բանտարկյալներ չկան։ Էլ ինչ օբյեկտիվ։ Մարդը ի սկզբանե արդեն ընդունել է, որ նրանք քրեական հանցագործներ են։ Այդ համատեքստում նաև խոսել է մարտի 1-ի վերաբերյալ, ասել է, որ նաև առաջնահերթություն է, հա, լինելու այս պարագայում, երբ որ մարտի 1-ի գործով եւս քաղբանտարկյալներ էին, հա, անցնում։ Չգիտեմ, դեք նույն կուսակցությունների նման դատախազներն ու այլ պաշտոնի համար տեխնազուներն էլ խոսակցություն, խոստումներ են տալիս, այդ խոստումները մեկ էլ տեսում ենք ինչ է տեղի ունենում։ Հիմա նոր կառավարություն է նշանակվել եւ նոր կառավարությունը նույնպես նոր կառավարության ղեկավարը նշանակել եւ նա նույնպես խոստումներ է տալիս, նույնպես վերամբարձ բաների մասին եւ շոուներ է կազմակերպում կառավարության նիստին այսօր ես հետևեցի եւ մարդիկ կան, որ զարմացած նայում են, վայ, այսպես բան կավացավ։ Գիտեք, շատ բաներ կարող են ասել։ Իհարկե, նա ուսյալ կիրթ մարդ է, բայց դա քիչ է, որ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակ փոխի։ Եթե նա ուսյալ կիրթ մարդ է, եթե նա ոչ թե պետք է հայտարարեր, որ Հովիկ Աբրահամյանը իր ընկերն է, այլ ուղղակիորեն Հովիկ Աբրահամյանին եւ մնացածին պետք է հրավիրեր դատախազություն, պատասխանատվություն տալու համար։ Այսինքն նոր գլխավոր դատախազն էլ պետք է այդ հարցերով զբաղվի։ Միանշանակ, երկար ժամանակ պետք չի, որպեսզի Հայաստանում լիքը բաներ փոխվի, մթնոլորտ փոխվի։ Շատ կարճ ժամանակ է պետք, որպեսզի բոլոր հանցագործներին, պետությունը թալանող բոլոր հանցագործներին ուղղակիորեն բերվի դաշտ։ Շատ կարճ ժամանակ։ Դա եթե արդեն ի սկզբանե ասում է, որ մեր ընկերն է, բամեն մեկն էլ իրանց սա կալանային է, հասկանում եք, որ ընկերության մասին են խոսում, ընկերն է մեր, որ ընկերս դա կալանային շահի սպասարկելու մասին է խոսում։ Ուրիշ բան ես չեմ կարող ասել։ Գլխավոր դատախազը երբ խոսում էր մարտի 1-ի վերաբերյալ, նշում էր, որ առաջնահերթություններից է լինելու։ Նույն արտահայտությունը կատարել էր նաև Գևորգ Կոստանյանը, նաև գործերը առանձնացրեց, հա, մարտի 1-ի սպանությունը։ Կոստանյանը որ ասեց, բան փոխվեց։ Հիմա ուզում եմ ձեր նոր գլխավոր դատախազը նշանակի նույն բանն ասելու ու մենք նույն հարցին պատասխանելու ու ես եմ հաստատելու, բան փոխվեց։ Ես ասում եմ մարտի 1-ը չի բացահայտվի, քանի դեռ մարտի 1 իրականացնողները իշխանության գլուխ են, ինչի մասին է խոսքը։ Դա ուղղակի աբսուրդ է, որ դա ոնց որ նույնը որ ասենք Շարմազանովը կամ այլ հակական падգամավորներ ընդդիմադիրների դիրքերից են հանդերձ գալի քննադատում ասում են մենք գիտենք թերություն կա, բա թերություն կա, դուք ինչով եք զբաղված։ Տեսեք նաև առաջնահերթությունների շարքում կոռուպցիայի դեմ պայքարն է։ Կոռուպցիայի դեմ պայքար ասելով ինչ է հասկանում իշխանությունը, ինչ է հասկանում կառավարությունը դատախազ։ Հասկանում եմ, որ այս իշխանությունները իրանց ընտանիքների այն անդամներով, ովքեր որ խոշոր բիզնեսմեն են դարել Հայաստանի Հանրության քաղաքացու հաշվին, իրանք պետքա դատախազու, իրանց վերաբերյալ պետքա գործ հարուցվի։ Այլ կոռուպցիայի դեմ են մանր-մունր պայքարները, գիտեք ինչ, բոլոր երկրներում է կարող են դա անել։ Պետք է գլխավոր խնդիրը լուծել։ Ինչի է երկիրը հասել այս վիճակում։ Ինչի է տնտեսությունը հասել այս վիճակում, որովհետև եղել է շահերի բախում, որովհետև մեկը ով հանդես է եկել վարչապետ, նա խոշոր բիզնեսմեն է, նախկին վարչապետի մասին է խոսում։ Նա
կոռուպցիայի դեմ պայքարի ինչ-որ խումբեր ձևավորել, այն ծիծաղալու բաներ է, որովհետև անունները հանրությունը ինձնից լավ գիտի, բոլորից լավ գիտի, թե ում մասին է խոսքը։ Մեկ առ մեկ, երկրի թիվ 1 դեմքից, իր շրջապատով, իր բիզնես ու չգիտեմ, ընկերներով ամեն ինչով հանդերձ։ Նրանք բոլորը գործել են շահերի բախման պայմաններում։ Իսկ դա նշանակում է, որ օրինակ իրենք ենթադրենք տենդեր են հայտարարում, հա, այսիշ մի բանի վերաբերյալ ու իրանց կազմակերպությունը տենդերը շահում է։ Բազմաթիվ գնումների մասին բաները նայեք, տեսեք, ինչքան չարաշահումներ կա ուղղակի։ Այսինքն Արտուր Գարցյանի աշխատանքի գնահատականը կլինի իշխանությունների նկատմամբ քրեական գործերի հարցում։ Տեսեք, ես կոնկրետ ասեմ, Transparency International-ի հակկոռուպցիոն կենտրոնի արտակը Մանուկյան կոնկրետ բազմաթիվ չարաշահումներ է բացահայտել։ Երեք ես կարդացի, կարծեմ հենց առաջինի հյուրն էր, երեք կամ առաջի օրը գլխավոր Աղվան Հովսեփյանի տղայի բիզնեսների վերաբերյալ ինչ չարաշահումների արդյունքում ինչ արել։ Այս ամեն ինչը հանրահայտ է, այս ամեն ինչը օդում կախված է։ Դե թող այդ ամեն ինչը գրանցեն, այդ մարդիկ կոնկրետ ձերբակալվեն, կոնկրետ վարչական պատասխանատվության, քրեական պատասխանատվության, տնտեսական հանցագործներին կոնկրետ պատժեն, ովքեր որ պետության նկատմամբ նման արարքներ են ցուցաբերում, քրեական հանցագործներին պատժեն տարիներով, մի մասին ուղղակի տուգանեն եւ այլն եւ այլն։ Այսինքն, եթե իմ խոսալը կդառնա միանգամից 0, ես կգամ ձեր եթերում ներողություն կխնդրեմ եւ կառավարության ղեկավարից եւ գլխավոր դատախազից նորոնշանակ, եթե այս քայլերը այսպես արագ, որ ժողովուրդը տենա, ժողովրդի մոտ վստահություն առաջանա։ Իսկ մենք գիտենք, որ դրանք տեղի չունենալու։ Այդ փորձը տարապանքս փորձ ունի, այդ հայտնի ասածն է։ Մենք տեսել ենք, թե այդ խոստումները ուր են հասել մինչև ու սպասել, որ ակնկալել, որ նոր խոստվողը լինելու է բարեխիղճ ու ինչ-որ բան է փոխում, նրան թողելու են, որ ինչ-որ բան փոխի։ Կլանային շահը չի արգելելու նրան։ Նշանակում է մենք առնվազն միամիտ ենք։ Ես ինքս միամիտ չեմ։ Ովքեր որ հավատում են, ես կարծում եմ նրանք մի մաս ուղղակի հուսահատված ուզում են ինչ-որ փոփոխություն տենան, բայց միամիտ են։ Նախորդ դատախազի քվեարկությունն էլ այսպես բարձր ձայներով Կոստանյանն անցավ, հետո տեսանք ինչ եղավ եւ ոչ ոքի համար միջև այժմ պատճառները հայտնի չեն, այսինքն ինչ պիտի անի նաեւ խորհրդարանը, որ իրեն հարգեն, հա։ Փոխվի վերից վար։ Խորհրդարան մենք այսօր չունենք։ Ունենք հանրապետական կուսակցության ինչ որ մի գրասենյակ, որտեղ որ դակում են երկիրը այս վիճակցող օրենքներ, որտեղ որ քաղաքական որոշումներ են կայացնում։ Թե չէ նրանցից սпасել, որ նրանք բոլորը դեմ են կանգնելու գլխավոր դատախազությանը ու ասեն, որ երկրում կա քաղբանտարկյալ, իսկ դու ասում ես քաղբանտարկյալ չկա, այդպես սпасենք, որ նրանք կուրս կեն ծեծելու ու սոլիդարություններ լինելու եւ այլն, ասում եմ լուրջ, մենք խոսում ենք բաներից, որոնք որ եւ ծիծաղ են առաջացնում, եւ ցավ են առաջացնում, այդ աբսուրդ իրավիճակի պատասխանատուները չեն կարող իրանց ոտքերին խփեն։ Դա ուղղակի հնարավոր չի, որ իրանք իրանց ոտքերին խփեն։ Լավ, իսկ հանրությունը ակտիվ քաղաքացիական զանգվածն այս պարագայում ինչ պիտի անի, որպեսզի խորհրդարանը արդեն ձեր խոսքերից ելնելով, հա, ինքնագործունեություն չանի, այլ ժողովրդի վստահությամբ, հա, առաջ շարժվի եւ ժողովրդի պահանջներն կատարած։ Իհարկե մենք ունենք քաղաքացիներ, ակտիվ քաղաքացիներս, քաղաքական գործիչներս, հանրային գործիչներս, ունենք մեր պատասխանատվության չափը, դա քրեական պատասխանատվություն չի, դա զուտ բարոյական պատասխանատվություն է, դա անձնական պատասխանատվություն է, որ մենք չենք գործել այնպես, որ այս պաշտոնյաները, այս հանցագործները ուղղակիորեն պատասխանատվության ենթարկվեն, այսինքն չեն կարողացել համապատասխան մոբիլիզացիա ապահովել, որի արդյունքում կարողանանք լուրջ փոփոխություններ անել, բայց այնուամենայնիվ ես տեսնում եմ հենց իլերը, տեսնում եմ ու դա ավելի լավ տեսնում եմ Սասնա ծռերի գործունեությունից հետո եւ տեսնում եմ, որ հանրության մեջ նոր փոփոխությունների զգացողության սկիզբ է դրվել Սասնա ծռերի գործողության արդյունքում եւ տարբեր պետական համակարգում, տարբեր բուժ հաստատություններում, տարբեր հիմնարկներում, գործարաններում մարդկանց մտքինը նայա ինչ որ Սասնա ծռերը ուզում են հասնել։
այդ փոփոխությունների բերելու այդ հագուրդը տալու այդ մեծ ցանկությունն է առաջանում։ Այնպես որ ես հուսով եմ, որ առաջիկայում մենք կունենանք ավելի ողջամիտ, ավելի հասուն քաղաքացիական հասարակություն եւ այս խնդիրներին լրիվ այլ վայրերից կնայենք եւ ոչ թե փողոցներից։ Իսկ ընդդիմության վարքագիծը խորհրդարանական, արտախորհրդարանական այս ժամանակահատվածում եւս տեսանք, որ ընդդիմադիրները միմյանց կարծես թե քննադատում են, միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում։ Գիտեք, կարող են բոլորն քննադատել, որովհետեւ մեկի խոսքը, որից մյուսը չի կարող սահմանափակել, թե դու ինչի ես քննադատում ինձ եւ այլն, դա ամեն մեկի իրավունքն է, բայց ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, որ գտնվում ենք արտառոց իրավիճակում ու մեր քայլերը պետք է ուղենք այնպիսի գործողություններ պետք է իրականացնենք, որ դրանից իշխանությունները նահանջեն եւ ոչ թե ընդդիմադիրներով ստիպենք իրար ետ անել կամ քայլ առաջ անել։ Իմ քաղաքացիական հասարակության վերաբերյալ իմ տված գնահատականները նաև վերաբերվում են ընդդիմադիրներին։ Այսինքն չեմ ուզում առանձնահատուկ քննադատեմ ընդդիմությանը, իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերին, բայց կոչ կանեմ, որպեսզի գտնվեն ավելի ողջամիտ։ Խորհրդարանական ընտրություններից առաջ կարճատև այս փոփոխությունները, կառավարության կազմում, ինչ կարող են ընդհանրապես տալ եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ինչ քայլեր։ Ոչինչ։ Դրական ոչինչ չեն տա, բացասական իհարկե կտան։ Ես չեմ ուզում շատ կրկնվեմ, բայց ամեն դեպքում չեմ էլ քաշվում անդադ կրկնելուց, որ եթե ուզում ենք իրականում փոփոխություն տեսնել, եթե մեր քաղաքացիները ուզում են փոփոխություն եւ ոչ թե իմիտացիոն գործընթացներ, այլ երկրներից վարչապետ բերել, նշանակել, չգիտեմ, նոր ինչ-որ անդամներ նշանակել, ովքեր որ, չգիտեմ, ինչ երազ են տեսելու, հայտնում են, որ իրանք կոռուպցիայի դեմ են պայքարելու կամ էս են անելու կամ են անելու, այլ իրական փոփոխություն եթե տենանք, մեր քաղաքացիները պետք է ուղղակիորեն ոտքի կանեն ու ասեն այլևս այսպես ապրել չի լինի։ Ոչ թե որ պետքա թողեն գնան, այլ դուրս գան փողոց ու վստահեք, որ եւ իշխանությունները եւ ընդդիմադիրները հաշվի կնստեն քաղաքացիական հոծ բազմության հետ։ Եթե լինենք մասնատված, եթե քիչ փորձենք ինչ-որ արդյունքների հասնենք, ինչ-որ մի հատ ծառի ճյուղի խնդիր կարող ենք լուծել, բայց ծառի բունը, որ փտում է, դրա խնդիրը չենք լուծում ու դա է մեր հիմնական խնդիրը։ Վաղը մյուս օր մենք մեծ կորուստներ ենք ունենալու, եթե այսպես շարունակենք։ Այսպես շարունակել ուղղակիորեն չի կարելի։ Առաջի հերթին մենք պետք է հասնենք նրան, որ չունենանք քաղբանտարկյալներ, որևիցե մեկը իր խոսքի, իր իրավունքն իրացնելու համար պետքա չնստի բանտում կամ իշխանությունների կամքով չպետքա չհայտնվի բանտում եւ ես ասում եմ, որ այսօր էլ ես մեր քաղաքացիներին ուղիղ եթերով հետևում են քաղաքացիները, այսօր ես նրանց հրավիրում եմ Արաբկիր եւ Քանաքերզեյթուն ընդհանուր իրավասության դատարան, Պավլիկ Մանուկյանի որդու Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու բողոքի միջնորդության քննարկում։ Այո, միջնորդության քննարկումն է եւ մենք պետք է մի մարդու պես կանենք այնտեղ եւ աջակցենք նրանց։ Եվ վաղը մյուս օրը Կարո Եղնուկյանի դատն է, մյուս մեր քաղբանտարկյալների դատն է, այնպես որ կոչ կանեմ, որ ուշադիր լինեն եւ մասնակցեն դատավարություններին, իրենց մասնակցությունով արդարության ճնշում իրականացնեն։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ առաջին լրատվականի զրուցակիցն էր Բարև Երևան խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, նրա հետ զրուցում էինք գլխավոր դատախազի նշանակման վերաբերյալ, Արթուր Դավթյանն ինչպես գիտեք այսօր խորհրդանի քվեարկությամբ նշանակվեց գլխավոր դատախազ, Դավիթ Սանասարյանը նշեց, որ առանձնապես օբյեկտիվություն չի ակնկալում Արթուր Դավթյանից, քանի որ նա արդեն իսկ մի շարք հայտարարություններ է արել, որից ելնելով կարող է նման գնահատական հնչեցնել։ Մասնավորապես Արթուր Դավթյանը նշել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Այսքանը, շնորհակալ եմ մեզ հետևելու համար։